Հայկական պատմական Սևաբերդ գյուղը Կոտայքի մարզում է, Գեղամա լեռների լանջին։ Հինավուրց բնակավայրը 1604 թվականին դարձել է պարսից շահ Աբբաս առաջինի ռազմաքաղաքական թիրախ։ Գյուղի պատմական հուշարձանները փաստում են, որ այն գոյություն է ունեցել հազարամյակներ առաջ։ Սևաբերդի պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Բնակավայրում պահպանվել են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի դամբարաններ, 11-րդ դարի խաչքարեր, 7-ից 15-րդ դարերի եկեղեցիների և մատորի ավերակներ։ Սևաբերդ ամրոցի տարիքը կարող է հասնել մինչև 5000 տարվա, սակայն այն գործել ու կանգուն է եղել նաև միջնադարում։ 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին մի բերդ է հիշատակում, որ կոչվում է Գեղայո բերդ։ 921 թվականին Սևանի լեռնային ծովամարտի ժամանակ, երբ հայերը հերոսական պայքար էին մղում արաբական զորքի դեմ, Աշոտ II թագավորը ամրանում է Գեղայո բերդում, որը շատ հավանական է հենց Սևաբերդն է։ 1603-ից 1604 թվականներին պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև, և պարսից շահ Աբբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թյուրքախոս ղզլբաշները, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։ 1604 թվականի արշավանքի հետևանքով մոտ 600,000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին։ Սևաբերդի հայերը ևս տեղահանվեցին ու քշվեցին դեպի Պարսկաստանի խորքերը, իսկ հայերի փոխարեն տեղում հաստատվեցին թյուրքական քոչվոր ցեղեր, քանդելով ու ավերելով հայկական պատմական հուշարձանները։ Գյուղի այսօրվա հայ բնակիչների նախնիները ցեղասպանության ժամանակ և դրանից հետո գաղթել ու Սևաբերդում հաստատվել են Մուշի, Վանի, Բասենի գյուղերից։ Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։